Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, գործարար ալիքն եք դուք լսում կամ դիտում եք մեզ YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում, բաժանորդագրվեք լրատվական ռադիոյին գործարար ալիքին, Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին, սա պրոֆեսոր Արմեն Դարփինյանի ժամն է։ Մենք սկսում ենք։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, բարև ձեզ, սիրելի Դավիթ։ Տոներից սկսենք։ Առաջին հանրապետության օրն էինք նշում ու նորից հասարակությունը քննարկում է, ես օրինակ մինչև տաղավար մտնելը հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճն էին նայում, կիսատ մնաց, քննարկում էին, որ Անդրանիկն ասում էր, որ առաջին հանրապետությունը թուրքերի ստեղծած պետությունն է, թուրքերի պարտադրանքով ստեղծված պետությունն է եւ ինքը չի ուզում դա ընդունի որպես տոն։ Ձեր մոտեցումը ի վերջո առաջին հանրապետությունն ինչ է։ Դավիթ ջան, ուզում եմ միանգամից հստակեցնեմ, մենք տոնում ենք հանրապետության օրը եւ ոչ այնքան առաջին հատկապես հանրապետության օրը։ Այս տոնը կոչվում է հանրապետության օր եւ ես այստեղ կկարևորեի հանրապետական արժեքները։ Հանրապետության արժեքները, որոնք որ ազատության մասին են, լիբերալ դաշտի մասին են, մարդու իրավունքների մասին են, իշխանությունների տարանջատման մասին են եւ վերջին հաշվով դեմոկրատիայի մասին են, Այն որ առաջին հանրապետությունը հատկապես ստեղծվել է նաև պարտադրանքի ուժով եւ առաջին հանրապետության ստեղծման պահին մեր պետության սահմանները սահմանափակվում են քիչ ավել քան 10,000 քառակուսի կիլոմետր, դա այլ հարց է։ Այսինքն դա նույնպես պատմական փաստ է, որը մենք որպես իրողություն պիտի հաշվի առնենք, բայց մեր կարևորագույն արժեքը այստեղ հանրապետություն հասկացությունն է եւ այդ արժեքն է, որը մենք հաստատել ենք 1918 թվականին, բայց ես ուզում եմ 2 դար դրանից առաջ գնալ կամ 1 դար ու կես 1773 թվականին հնդկական Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանը, Հովսեփ Էմինը եւ Մովսես Բաղրամյանը ստեղծեցին մի աշխատություն, որը ժամանակակից սահմանադրական իրավունքի հիմքն էր, հանրապետական սահմանադրական իրավունքի հիմքն էր եւ դրանով մենք որպես ազգ, որպես պետություն, որպես հայեր ընդհանրապես պիտի կարողանանք հպարտանալ, որովհետեւ մարդկության պատմության մեջ առաջին անգամ թղթին էր տրվել հանրապետական արժեքները, որտեղ այդ բոլոր ազատությունները ժողովրդավարությունը, ընտրությունները, ընտրության միջոցով իշխանության ձևավորումը, իշխանությունների տարանջատումը պատկերացնում եք այդ աշխատության մեջ անգամ կար դատական համակարգի կարգավորման մասին այնպիսի դրույթ, ինչպիսին է օրինակ դատավճիռները եւ դատական process-ը ընդհանրապես պիտի ընթանա գրավոր։ Ինչու գրավոր, մենք հիմա արդեն 21-րդ դարում եկել ենք վիդեոնկարահանումների դատական process-ների, որպեսզի դա լինի առավելագույնս հրապարակային, առավելագույնս արդար, բայց 1773 թվականին դեռևս ֆրանսիական հայտնի հեղափոխությունից առաջ հայերը հայկական պետության կազմավորման համար ստեղծել են սահմանադրական իրավունքի մի հրաշալի փաստաթուղթ, որը մեծ հաշվով նաև հիմք է հանդիսացել մեր առաջին հանրապետության, հիմք է հանդիսացել նաև մեր երրորդ հանրապետության, այսպես ասած, մեր անկախության ընդհանրապես 1991 թվականի արդեն անկախության պայմաններում ստեղծված հանրապետության։ Գիտեք, ես շատ ցավով եմ ընդունում, երբ մեզանում մեր հանրության մեջ եւ ուրեմն մեր կողմից այն ինչ որ մենք ներկայացնում ենք աշխարհին այդքան էլ գնահատված չէ այս մայիսի 28-ը որպես հանրապետության տոն։ Վերջերս ես Վրաստանից մի լավ ընկեր ունեմ, ինձ հյուրընկալվել էր, եկել էր Հայաստան, հենց այդ օրն էր մայիսի 28-ին, ինքը մի արտահայտություն թույլ տվեց իրեն, ասաց, դե չէ որ ձեր համար հայերի համար սա այնքան էլ կարևոր տոն չէ, որովհետև ձեր հիմնական տոնը սեպտեմբերի 21-ն է, անկախության տոնը, զարնեց ականջիս, ճիշտն ասած դա, ես հակադրվեցի, որ չէ, սա շատ կարևոր տոն է, որովհետև սա արժեքների մասին է, անկախության տոնը սեպտեմբերի 21-ը անկախության մասին է, անկախության ձեռքբերման մասին է, Սովետական միության փլուզումից ստացված անկախության եւ մեծ հաշվով Ղարաբաղյան պայքարով ուրեմն օժանդակված անկախության մասին է 91-ը, իսկ սա մայիսի 28-ը դա արժեքների մասին է եւ նույնքան կարեւոր է, ոչ պակաս կարեւոր է, քան սեպտեմբերի 21-ը։ Ես կարծում եմ, որ մենք սա
Պիտի շատ ավելի լավ ներկայացնենք ընդհանրապես որոգայթ փառածը որպես փաստաթուղթ մեկ անգամ է կարծեմ հրատարակվել մեզ մոտ արդեն անկախ Հայաստանում ես կարծում եմ որ սա լրջագույն ուսումնասիրության առարկա պիտի դառնա թե դպրոցական դասագրքերում թե մեր իրավագիտության մասնագիտության սահմանադրական իրավունքի տեսության տեսանկյունից մասնավորապես տեսեք զորաբանակի մասին օրինակ դրույթը հիմա մենք մենք պարլամենտում քննարկումներ են գնում գումարով պարտավորությունից ազատվելու ինչ որ չափով ազատվելու ամենայն դեպս կոմպենսացնելու ֆինանսական կոմպենսացումը պարտավորության դիմաց բանակում ծառայելու պարտավորության դիմաց որոգայ փառացում հստակ նկարագրված է 90,000 զորք պիտի ունենա Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր 100 հոգուց 5-ը վիճակահանությամբ պիտի ընտրվեն այն ծառայողները վիճակահանությամբ այսինքն արդար սկզբունք էր դրված ամենայն դեպս փողով ազատվելու խնդիր չկար կամ կոմպենսացնելու խնդիր չկա ես հիմա չեմ ուզում ասել որ դա ճիշտ է թե սխալ բայց ուզում եմ ասել որ կար մի սկզբունք որը դեռևս 1773 թվականին դրված էր մեր սահմանադրական հիմունքներում վիճակահանությամբ այդ պարտավորությունը իրականացնելու թեզը որը իմ կարծիքով շատ ավելի արդար է կոնե քան այս ֆինանսական կոմպենսացման թեզը դրանից բացի պարտադիր կրթության թեզներ այնտեղ ֆիքսված յուրաքանչյուր ոք ոչ միայն իրավունք նաև պարտավորություն ուներ կրթվելու ըստ որոգայթ փառացի շատ կարևոր էր ես կարծում եմ որ շատ կարևոր անվանում է նաև խորհրդարանի օրենսդիր մարմնի անվանումը որը կոչվում էր հայոց տուն այս վերջերս մեր որոշ մտավորականների կողմից ստեղծվեց այդ իմ կարծիքով հասարակական կազմակերպությունը, որը կոչվեց հենց հայոց տուն։ Ես ողջունեցի դրա ստեղծումը այն իմաստով, որ վերականգնվում է պատմական որոշակի հասկացությունը, հասկանում եք, մենք շատ ենք կտրվել մեր պատմությունից, այդ թվում նաև սովետական միության ժամանակահատվածում մենք ունեցել ենք հատվածական պատմություն, այն պատմությունը, որը այդ պահին ձեռնտու է եղել սովետական իշխանություններին եւ շատ դեպքերում մոռացված են եղել մեր ազգային արժեքները եւ պատմական այնպիսի իրողություններ, ինչպիսին է նույն այդ որոգայթ փառացը եւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ մեր օրենսդիր մարմինը երկրի կարևորագույն ղեկավար մարմինը հենց այդպես էլ կոչվեր հայոց տուն։ Հիմա սա հասարակական կազմակերպության տեսք է ստացել այս պայում, բայց եթե մենք գնում ենք եւ պետք է գնանք սահմանադրական փոփոխությունների, առավել եւս սահմանադրության, նոր սահմանադրության, ապա ես անպայման կառաջարկեի, որպեսզի մեր օրենսդիր մարմինը այդպես էլ կոչվեր հայոց տուն։ Այսինքն կան արժեքներ, որոնք մենք մոռացել ենք որոնք մենք այսպես ասած թողել ենք պատմության գրկում եւ փորձում ենք ինչ-որ նոր բաներ մշակել, մտածել, հորինել եւ այլն բաներ կան, որոնք որ մնայուն արժեքներ են եւ այդ արժեքների մեջ առաջնային արժեքը հանրապետություն հասկացության արժեքը։ Նորից եմ կրկնում ազատություններ, նորից եմ կրկնում իշխանությունների տարանջատում, վերահսկողական մեխանիզմներ, որոնք դրված են դեռևս առավել քան 2 դար առաջ։ Մեր կողմից մշակված առաջինը, աշխարհում առաջինը, նորից եմ կրկնում, հա, սրանով մենք պիտի հպարտանանք, սա մենք պիտի ձոնենք, աշխարհով մենք ներկայացնենք, հասկանում եք, ոչ թե մենք հիմա, ասենք, գլուխներս կախ ունկնդրում ենք ինչ-որ տարբեր տեսակի ուրեմն դասախոսությունների, որոնք գալիս են թե արևմուտքից, թե արևելքից։ Մենք աշխարհին սովորեցնելու բան ունենք, հասկանում եք, բայց ցավոք սրտի չենք կարողանում դա ըստ արժանվույն ներկայացնել։ Ամեն դեպքում մենք էլ շնորհավորում ենք։ Իհարկե։ Սա կարևորագույն տոն է մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Պարոն Դարբինյան, քաղաքական դիալոգը, ներհասարակական եւ դիսկուրսը գնալով ավելի է ընկնում մենք երկրի առաջին դեմքի մակարդակով քննարկում ենք անկողնային խոսակցություններ ամեն ինչ սկսվեց մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանի գրած ստատուսներից վեճը հայ առաքելական եկեղեցու եւ վարչապետի շարունակվում է ես չէի ուզի մենք
մանրանայինք այդ աստիճանի դետալների մեջ, որովհետև դրա մասին մեքսիկացիները եւ բրազիլացիները բազում սերիալներ ունեն նկարած, եթե ինչ-որ մեկին նմանատիպ թեմաները հետաքրքիր են, իրանք ամեն դեպքում կարան նայեն այդ սերիալները։ Բայց կա պետություն եւ եկեղեցի հարաբերություններ ու կարծես թե պետությունը, վարչապետը ուզում է մտնի եկեղեցական կյանքի մեջ եւ մենք ամսի 2-ին ենք տեսաձայնագրվում, մի ժամ առաջ վարչապետը գրել է, որ ինքը պիտի պարզվի արդյոք վեհապար հայրապետը զավակ ունի թե չունի, եւ եթե վեհապար հայրապետը զավակ ունի, ապա տեղից պիտի բխեն գործողություններ։ Ոնց եք նայում ես ամեն ինչին, որովհետեւ ըստիս ով ինչ զավակ ունի, դա հոր եւ զավակի գործն է, ոչ թե ինչ որ երրորդ մարդու։ Այսինքն Դավիթ ջան, ես նայում եմ այդ հարցին շատ ավելի լայնորեն պետություն եկեղեցի փոխհարաբերությունների կոնտեքստում, չեմ ուզում նույնպես անդրադառնալ մասնավոր հարաբերություններին այսօրվա վարչապետի եւ այսօրվա կաթողիկոսի, չնայած դրա վերաբերյալ եւս ասելիքներ ունեմ եւ կունենամ։ Բայց մի քիչ ավելի ընդհանուր նայենք, եկեղեցի պետություն եկեղեցի փոխհարաբերություններ եւ մի քանի հստակ թեզ կա, որ պոստուլատներ, որոնք ես կուզենայի արտահայտել, որոնք որ իմ կարծիքով անվիճելի են։ Պոստուլատ համար 1. Պետությունը եւ եկեղեցին, հայոց պետությունը եւ հայոց եկեղեցին չեն կարող լինել իրար հակոտնյա։ Եթե նրանք իրար հակոտնյա են, դա ամենահեշտ ձևն է խորտակելու եւ պետությունը եւ եկեղեցին եւ ժողովրդին։ Այսինքն իրավունք չունեն լինել հակոտնյա։ Սա առաջին թեզն է։ Երկրորդ թեզը, որը սրանից է բխում, նրանք պիտի լինեն միասնական, այսինքն գործողությունները թե պետության թե եկեղեցու պիտի ուղղված լինեն նույն մեկ ուղղությամբ եւ ոչ թե տարբերվեն։ Առավել եւս եւ հատկապես, եթե խոսքը գնում է օրինակ պետական դիվանագիտության եւ եկեղեցական դիվանագիտության մասին, միջազգային կապերի պետության եւ եկեղեցու միջազգային կապերի, ավելին, եկեղեցական դիվանագիտությունը իմ կարծիքով գալիս է օժանդակելու, փոխլրացնելու, ավելացնելու պետական դիվանագիտության ուժը, եւ այստեղ պետությունը եւ եկեղեցին ինչքան էլ դրանք տարանջատված լինեն ըստ օրենքի եւ պետք է տարանջատված լինեն ըստ օրենքի, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստան պետության, հանուն մեր արժեքների, նրանք պիտի լինեն միասնական։ Սա ուղղակի անվիճելի մի թեզ է եւ պոստուլատ։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրենք, որ նրանք այսօր ոչ միայն միասնական չեն, նաեւ հակոտնյա են։ Ըստ որում ոչ միայն այսօր, իմ կարծիքով 18 թվականի մեր 2018 թվականի իրադարձություններից հետո դրանք աստիճանաբար ավելի սրվեցին եւ դարձան ուղղակի հասանք այնտեղ որտեղ որ հասանք, այո, հակոտնյա, որ իրավունքը մենք չունենք եւ ուրեմն սա եւ պետության եւ եկեղեցու խնդիրն է։ Ես չեմ ուզում ասել, որ դրանում մեղավոր է միայն պետությունը կամ դրանում մեղավոր է միայն եկեղեցին։ Երկուսն էլ մեղավոր են, եթե մենք հասել ենք այս աստիճանի։ Բայց այն, որ եկեղեցին իմ կարծիքով 18 թվականից անդին մինչև այսօր այդպես էլ չկարողացավ այդ այսպես ասած փոփոխությանը համակերպվել, այդ ձևափոխմանը, այդ միգուցե առաջնահերթությունների փոփոխությանը չկարողացավ համակերպվել, սա նույնպես փաստ է։ Այստեղ մի բան եմ ուզում ավելացնել, պարոն Դարբինյան։ 18 թվականի ընթացքում 19 թվականին այն մարդիկ, ովքեր որ մերժում էին Սերժ Սարգսյանին, այդ մարդկանց մի խումբը ձևավորեց նոր շարժում, որը կոչվում էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ, ու գնաց նմանատիպ ճանապարհներով փորձեց նույն գործողությունը անել Մայրաթոռում։ Այսինքն եկեղեցու արձագանքը կարծում եմ տրամաբանական, այսինքն մարդիկ, ովքեր որ մերժեցին Սերժ Սարգսյանին, իրանց մի խումբը որոշեց, որ պիտի մերժի Հայրապետին, այսինքն որոշեց, որ ինքը քաղաքացի լինելուց բացի նաև կարող է ազդել հոգևոր իշխանությունների վրա, ինչը կարծում եմ այնքան էլ տրամաբանական չի։ Դա ջան, տրամաբանական եւ չի եւ տրամաբանական է, որովհետեւ կաթողիկոսը կոչվում է ամենայն հայոց կաթողիկոս, եւ այդ ամենայն հայոց ուրեմն համայնքում կարող է լինել նաեւ համայնքի որոշակի մաս, որը չի ընդունում կոնկրետ կաթողիկոսի այս տեխնացությունը, հա, կարող է լինել։ Նրանք կարող են չընդունել, բայց դա հանրահավաքի տեղ չի, Մայրաթոռը հանրահավաքի վայր չի։ Մայրաթոռը հանրահավաքի վայր չի, այո, բայց քաղաքացիական դրսևորումը
ցանկացած մեկի, որը որ կարող է արտահայտել տվյալ կաթողիկոսի կամ տվյալ թեկնածության վերաբերյալ իր կարծիքը, ես կարծում եմ նույնպես այդ ազատությունը պետք է տրամադրել։ Նաև սա ապացույց է եւ արձագանք է նրա, որ այնուամենայնիվ եկեղեցին անվերապահորեն այսօր անվերապահ հեղինակություն չի վայելում, հասկանում եք, սա նաև դրա արձագանքն է։ Ես նույն այդ վրացի իմ ընկերոջ հետ երբ քննարկում էի այս խնդիրը, այդ ընկերս ուղղակի տարակուսեց եւ զարմացավ, ասելով, որ Վրաստանում նման մեկ հոգի անգամ չի գտնվի, որը հրապարակայնորեն կարող է ասենք իրենց կաթողիկոսի վերաբերալ ինչ որ թթու բառ արտահայտել, իսկ սա արդեն կաթողիկոսի եւ ուրեմն եկեղեցու հեղինակության մասին է, որում մենք վրացիների համեմատ գոնե պարտված ենք, հա։ Հիմա հաջորդ թեզը, որը նույնպես իմ կարծիքով անվերապահ պետք է ընդունել, ազգային օրակարգը պիտի ձևավորի պետությունը։ Եթե մենք ունենք պետություն, ազգային օրակարգը ձևավորելու է պետությունը։ Այն ժամանակահատվածներում պատմական, երբ մենք չենք ունեցել պետություն, ազգային օրակարգը ձևավորել է իսկապես եկեղեցին։ Եկեղեցին կարող է ունենալ հավակնություններ ազգային օրակարգի վերաբերյալ եւ նաեւ ձևավորման վերաբերյալ, մի պայմանով, եթե կա անվերապահ հեղինակություն եկեղեցու եւ եկեղեցին կարող է իր կարծիքը հայտնել եւ փորձել ուղղորդել հասարակությունը, հանրությունը, այդ թվում նաեւ պետությունը։ Տվյալ պարագայում մենք այդպիսի իրավիճակ չունենք եւ եկեղեցու փորձերը ազգային օրակարգի վրա ազդելու պիտի ընդունել, որ հիմնականում ապարդյուն են։ Իսկ ինչ արի եկեղեցին, այսինքն ազգային օրակարգ ձևավորելու կամ աշխատելու։ Բեռնի հանդիպումը, որը վերջերս եղել է, իմ տպավորությամբ դա է զարմացրել քաղաքական իշխանությունը, զայրացրել։ Որ հանդիպումը, որովհետեւ պատմությունը ինչից սկսեց։ Բեռնում հայ առաքելական եկեղեցին նախատեսել է Շվեյցարիայում հանդիպում, որտեղ որ խոսվել է թե հայկական մշակութային կրոնական ժառանգության մասին, Արցախում, թե խոսել է գերիների մասին, այսինքն ինքը հակառակվել է քաղաքական իշխանությունների մոտեցմանը, բայց այդ մարդիկ խոսել են իրենց հոտից եւ իրենց սեփականություն հանդիսացող գույքից։ Չէ, կան նման վարկած, որ այս վերջին գրոհը Փաշինյանի եկեղեցու նկատմամբ պայմանավորված է այդ Շվեյցարիայում անցկացված կոնֆերանսով, նման վարկած կա, բայց ես ավելի հակված եմ ենթադրելու, որ քանի որ եկեղեցին հակառակվել է տվյալ դեպքում եւ Գարեգին Բ-ն եւ եկեղեցականների բավական, հատկապես ասենք բարձրաստիճան եկեղեցականների բավարար ստվար զանգված, հակառակվել է հենց իշխանությանը։ Այսինքն նրանք բազմաթիվ անգամներ իշխանության եւ կոնկրետ Փաշինյանի նկատմամբ արտահայտվել են, նրանք ավելին, նրանք իրենց գործունեության ընթացքում նախապատվություն են տվել այլ քաղաքական թիմին եւ այլ քաղաքական թևին, այդ թվում նաեւ իմ կարծիքով արտաքին քաղաքական կողմնորոշման տեսանկյունից եկեղեցին միգուցե նաեւ քողարկված, բայց ինչ որ չափով եղել է միշտ պրոռուսական գծի ուղղվածության կողմնակից եւ միգուցե նաեւ հակառակվել է այս վերջին շրջանում հայաստանյան չասեմ հակառուսական, բայց այդ պրոռուսական գծից շեղվելու այդ ուղուն է իմ կարծիքով հակառակվել։ Այսինքն հենքը եւ հիմնավորումը պետք է ավելի շատ փնտրել այստեղ, քան կոնկրետ Շվեյցարիայում անցկացվող այդ կոնֆերանսի մեջ, որտեղ կոնֆերանսը ես նույնպես ողջունում եմ, ավելին կոնֆերանսը իրականացվել է Շվեյցարիայի պարլամենտի կողմից համապատասխան հանձնաժողովի ձևավորման փաստի նաև առիթով, որտեղ Շվեյցարիայի խորհրդարանը, տեսեք, այնտեղ կա օրենսդիր մարմին եւ կա գործադիր մարմին։ Գործադիր մարմինը դեմ է, որպեսզի նա խառնվի ինչ որ չափով հայ-ադրբեջանական այս խնդիրների մեջ, բայց խորհրդարանը, պարլամենտը ձևավորել է մի հանձնախումբ, որը պիտի զբաղվի հայ-ադրբեջանական կարգավորմամբ Ղարաբաղի ուղղությամբ եւ զբաղվելու է այդ թվում նաեւ Ղարաբաղի մեր հայրենակիցների ոչ միայն յետ վերադարձին, այլ իրավունքների պաշտպանության հարցով, հա, այսինքն այդ կոնֆերանսը ոչ միայն ողջունելի է, նաեւ այո, իմ սրտից է, ձեր սրտից է եւ հայ ժողովրդի սրտից է։ Չեմ կարծում, որ
այս վերջին գրոհը պայմանավորված է հենց այդ կոնֆերանսով։ Սա պայմանավորված է բավական երկար ժամանակ եկեղեցի պետություն հակամարտությամբ, այսպես ասած, գոյությամբ, եւ միգուցե այդ կոնֆերանսն էլ վերջին կաթիլն է հանդիսացել։ Հանրային դեպս նորից կրկնեմ, որ ազգային օրակարգը պետության գոյության պարագայում պիտի ձևավորի պետությունը։ Պարոն Դարբինյան, քաղաքական որևէ ղեկավար կապ չունի ով է այսօրվանը, երեկվանը, վաղվանը, թե մյուս օրվանը, շատ փոքր մարդ չի, որ վեհապար հայր փոխի։ Այդտենց շուտ մասշտաբների տրամաչափ կա, հա, այսինքն 30 տարեկան պետության ղեկավարը ոնց կարա 1700 տարվա ինստիտուտի ղեկավար որոշի, որ ինքը կարա փոխի։ Վերջո մենք խոսում ենք Գրիգոր Լուսավորչի գործը շարունակողների մասին, այդ գահը լուսավորչի գահն է։ Իսկ այս մարդը լավագույն դեպքում ով է եղել Հայաստանի առաջի վարչապետը, անկախ, նոր անկախ Հայաստանի։ Այս նոր անկախ Հայաստանի Վազգեն Մանուկյանն է։ Այսինքն հասկանանք, էլի Վազգեն Մանուկյանի աթոռին նստած մարդը ուզում է փոխի Գրիգոր Լուսավորչի աթոռին նստած մարդուն։ Չորտենց չափերի տրամաչափերի տարբերություն կա։ Այստեղ ես ուզում եմ ասել հետևյալը. պետությունը մեր պետությունը միշտ էլ խառնվել է կաթողիկոսի ընտրության եւ կաթողիկոսի ուրեմն տեխնացության եւ դա միշտ վատ է ավարտվել, պարոն Դարբինյան։ Դե հիմա այդ թվում նաեւ խառնվել է Գարեգին Բեի ընտրության։ Դա էլ է վատ ավարտվել։ Հիմա ես հիշում եմ 98 թվականը, երբ ես անձամբ Վազգեն Սարգսյանի հետ ունեցել եմ այդ զրույցը, Վազգենը բնականաբար կողմնակից էր այս Գարեգին Ներսիսյանի տեխնացությանը, ես կողմնակից էի Ներսես Պոզապալյանի տեխնացությանը, մեր էպիսկոպոսներից մեկի, որին ես շատ հարգում եի, եւ ես Վազգենին ուղղակի ասացի, որ եկեղեցու հեղինակության տեսանկյունից ես կարծում եմ, որ Պոզապալյանի ընտրելը կլիներ ավելի ճիշտ։ Վազգենն ասաց, չէ, դու շատ բան չգիտես, ուրեմն Գարեգինն է ճիշտը եւ բնականաբար պետությունը իդեմս Վազգեն Սարգսյանի եւ պետական կառույցների օժանդակեց Գարեգին Բեի ընտրությանը։ Այսինքն ուզում ասեմ, որ մշտապես կամ ենթադրենք, եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գարեգին առաջինի խոսակցությունը, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը ըստ էության համոզեց Կիլիկիոտան կաթողիկոս Գարեգին առաջինին ուրեմն ստանձնել ամենայն հայոց կաթողիկոսի, ուրեմն չէր ստացվի, չէր լինի Գարեգին առաջին, այսինքն մենք նույն Վազգեն առաջինի ընտրության ժամանակ եւ նրա գահադրման, այսպես ասած, process-ում անպայման իշխանությունները ունեցել են իրենց որոշիչ դերը եւ դրա մասին նաեւ Փաշինյանն է այսօր ուրեմն գրում։ Դե հասկանում եմ գրումը ակնարկում է, բայց նշանակելը ընտրելը մի այլ բան է, հանելը մի այլ բան է, երբ որ քաղաքական նախ ես հանելը, այսպես ասենք, դա դեռ փաստ չի, ես կարծում եմ։ Չէ, ցանկության մասին է խոսքը, այսինքն այս մարդը հանդգնում է նմանատիպ ցանկություն հայտնել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին դրան հակառակ պիտի գնա բարեփոխումների, ռեֆորմների, շատ կոնսերվատիվ է մեր եկեղեցին, շատ դեպքերում նաև այդ կոնսերվատիզմը խանգարում են մեր այսպես առաջադեմ մղումներին կամ զարգացմանը, երկրի ազգի եւ այլն։ Եկեղեցին պիտի շատ բաներ վերանայի։ Այդ թվում նաև այդ կուսակրոնության ուրեմն բանը պահանջը պիտի վերանայի իմ կարծիքով։ Ցանկացած հայ, ցանկացած ոք իրավունք ունի երջանիկ լինելու հայրության ուրեմն այդ բերկրանքը վայելելու, ինչպես կարելի ասենք, եթե դու զրկում ես, ինչու ես զրկում նախ, հա, օրինակ բողոքականները, պրոտեստանտները դուրս եկան այդ սահմանափակումից, կաթոլիկների վերին հատվածը այդ սահմանափակումը դեռևս պահպանում է, բայց մենք նույնպես ականատես ենք եւ տեսնում ենք, որ տարբեր այլասերվածություններ գոյություն ունեն թե կաթոլիկ աշխարհում եւ թե մեր աշխարհում եւ այդ այլասերվածությունների մասին չպետք է փակել աչքերը կամ բերանը ու չարտահայտել, բայց նաեւ պետք չի ասել, որ դա նրանից է, որ իրանք հոգեվորական են։ Հա, բայց կա այդ սահմանափակումը։ Ես կարծում եմ, որ կուսակրոնության այդ ուխտը պետք է վերացնել։ Ես դրանում համոզված եմ ուղղակի։ Կլինի իրանք հոգեվոր հայրերով նստեն ու որոշեն, ուզում են վերացնել, չեն ուզում չվերացնել, բայց մենք աշխարհիկներս արդյոք ունենք իրավունքը հիմնվելու այդ մարդկանց խախտելու կամ չխախտելու վրա։ Դա հոգեվորական մարդիկ են, իրանք իրար մեջ իրանց համար որոշել են կանոններ։
Մեր համար չեն որոշի, իրենք իրանց համար են որոշի այդ կանոնները։ Ուրեմն ցանկացած հայի կողմից եկեղեցու նկատմամբ վստահությունը ձևավորվում է նաև կոնկրետ անձերի նկատմամբ վստահության բանով, փաստով, չէ՞։ Հիմա եթե վերցրել են ինչ-որ ուխտ եւ խախտել են, դա համաձայնվիր, որ վստահության վրա ազդեցություն է գործում, չէ՞։ Այդ մարդու ամեն բարակը։ Այդ մարդու երկը, խոսքը մարդու նկատմամբ, մարդու մասին է։ Նույնիսկ եմ կգում, իմ կարծիքով հիմա եկեղեցին պիտի գնա որոշակի սահմանափակումների վերացման ճանապարհով, այդ թվում կուսակրոնության վերացման ճանապարհով, ցանկացած եկեղեցական, այդ թվում նաև բարձրաստիճան եկեղեցական երջանիկ լինելու եւ հայրության բերկրանքը ուրեմն ընդունելու եւ վայելելու իրավունք ունի, ավելին պետությունը պիտի այդ իրավունքի պաշտպանը լինի, այդ մի կողմից։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ երբեք եւ որևէ պետություն իրավունք չունի ուղղակի սարսափելի ոտնձգություն է մարդու անձնական կյանքի վրա, երբ օրինակ հատուկ ծառայությունների ինչ-որ ուրեմն ինֆորմացիոն գործողության արդյունքում հրապարակայնացվում են մարդու անձնական կյանքին վերաբերող փաստեր։ Ես կարծում եմ, որ հատուկ ծառայությունները ազգային անվտանգության ապահովման պատասխանատուն են եւ ոչ երբեք ծառայություն պիտի մատուցեն օրվա իշխանությանը այս կամ այն հոգեվորականի, քահանայի կամ իմ եւ ձեր անձնական կյանքի մասին, ինչը եւ ցավոք սրտի կատարվում է։ Այսօր մենք տեսանք նույնս Աղազարյանի անձնական, այսպես ասած, գրառումները հանրայնացնելու ժամանակ մենք տեսանք, որ որևէ մեկը ըստ էության պաշտպանված չէ դրանից։ Ես կհորդորեի հատուկ ծառայություններին զբաղվել իրենց գործերով, նրանք հատուկ ծառայություն են մատուցում պետությանը եւ ազգային անվտանգությանը եւ ոչ թե օրվա իշխանությանը։ Իսկ սա անթույլատրելի է ուղղակի մտնել անձնական դաշտ, որ քահանան ում հետ է քնել եւ ինչ է արել։ Իսկ եկեղեցին պիտի դուրս գա կուսակրոնության ուխտից, ես համոզված եմ դրանում, մի շարք այլ ռեֆորմներ են հարկավոր, ես հիշում եմ, երբ դիահերձարանների վերաբերյալ նման քննարկում սկսվեց եկեղեցին ինչպիսի կոշտ հակազդեցություն ունեցավ այդ կրիմացիայի, հա? Այո, կրիմացիայի մասին է խոսքը, այդ օրենքը չընդունվեց, այդ քննարկումները դադարեցին ուղղակի, որովհետև եկեղեցին կոշտ դեմ արտահայտվեց, ես կարծում եմ, որ կոնսերվատիզմը, որը կա, դա լավ բան է մինչև այն սահմանը, եւ դա արդեն սկսում է խանգարել երկրի զարգացմանը, հանրության զարգացմանը, սկսում է խանգարել առաջադեմ մոտեցումների կիրառմանը, հասկանում եք։ Ես կարծում եմ, որ սա պետք է նույնպես հաշվի առնել, պետք է հաղթահարել որոշակի կոմպլեքսները եկեղեցու կողմից եւ ինչու ոչ, հիմա նաեւ օգտագործել այսօրվա այս ուրեմն ինչ ասեմ, սա ուղղակի կարգից, համակարգից դուրս, այսպես ասած, երևույթ է, բայց օգտագործել այս երևույթը, այսօրվա այս պետություն եկեղեցի հակամարտությունը եւ որոշակի ռեֆորմների իրականացումը։ Դե որ պետությունն էլ եկեղեցին էլ ավելի լավ է դառնում։ Այո, իհարկե, հիմա եթե եկեղեցին օրինակ որոշում կայացնի, որ դուրս է գալիս կուսակրոնության ուխտից, թեման փակվում է դրանով, իսկ ով ինչ անում, այսպես ասած, որևէ մեկի գործը չի, առավել եւս պետության գործը չի այդ բaragայում։ Սա է Դավիթ ջան։ Ձեր թույլտվությամբ, քանի նախ կուզեի այսքանով այս թեման այս հաղորդման շրջանակներում ամփոփենք, որովհետև մենք արդեն 30 րոպե խոսում ենք ու սա այնց թեմա է, որի մասին կարելի է օրերով խոսել ու ի վերջո չգալ ինչ որ ճիշտ եզրանկման, որովհետև իրավիճակներ կան, որտեղ որ ճիշտ լուծումներ չկա, բայց ես իմ անունից օգտվելով առիթից, որ ես այսօր երկրորդ խոսափողն եմ այս հաղորդման, ասում եմ, որ ես ամեն կերպ սատարում եմ ամենայն հայոց հայրապետին եւ մայրաթորին, ես համարում եմ, որ քաղաքական իշխանությունները իրավունք չունեն մտնեն ժողովրդի հոգևոր կյանքի մեջ, կանոնները գրել են հոգևորականները, իրենց համար թող իրենք իրենց կարգազանցներին պատժեն, նենց ոնց իրանք ճիշտ են գտնում եւ ուրիշ ոչ մեկ չպիտի դրանով զբաղվի, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, չնայած Դարփինյանի ժամում է հնչում։ Դավիթ ջան, ես կիսեմ քո սուբյեկտիվ կարծիքը այն իմաստով, որ մենք պիտի սատար կանգնենք եւ եկեղեցուն եւ պետության, այսինքն այո, պետությանն էլ միանշանակ եւ պետությանը չի նշանակում իշխանությունը, այո, ասենք եւ եկեղեցուն եւ պետությանը եւ ամեն ինչ որ ուղղված կլինի թե պետության եւ թե եկեղեցու ուժեղացմանը կստանա մեր սատարումը եւ հակառակը։ Այնին այո։
Շատ լավ, ուրեմն անցնենք մնացյալ թեմաներին, որոնք իմ կարծիքով կարևոր է այսօր հիշատակել։ Լեհաստանում 3 նախագահի ընտրությունները ավարտվեցին կոնսերվատոր, այսպես ասած, պահպանողական ուժերի հերթական հաղթանակով Եվրոպայում, ընտրվեց նախագահը, որը եվրոպական ինտեգրման այդքան էլ մեծ կողմնակիցը չէ, որը հիանում է նախագահ Թրամփի քաղաքականությամբ, այսինքն հերթական Թրամփիստը դարձավ Լեհաստան, սա մեծագույն երկիր է Եվրոպայում եւ Ուկրաինայի համար շատ կարևորագույն երկիր է, որը ուրեմն կարևորագույն ազդեցություն ունի եվրոպական քաղաքականության վրա, եւ ընտրվեց նախագահը, որը կատեգորիկ դեմ է ուրեմն այս միգրանտներին, միգրանտների վտարման կողմնակից է, ինչպես նաև նախագահ Թրամփը, նա լիբերալ, այսպես ասած, մոտեցումներին նույնպես կատեգորիկ դեմ է, նա հայտարարեց, որ ինտեգրման կենտրոնները կվերածվեն դեպորտացիայի կենտրոնների, այսինքն նա դեպորտացնելու է միգրանտներին եւ նա շեշտը դնելու է լեհական արտադրության, տեղական ժողովրդի բարելավ կենսակերպի, կենսագործունեության, կենսագոյության ուրեմն ազգային նպատակների վրա եւ այլն, շատ հետաքրքիր է, որ սա նա, այսինքն ազգային հիշողության ինստիտուտ կա Լեհաստանում, որի տնօրենն էր ինքը, ես փորձեցի հասկանալ եւ հասկացա, որ դրա անալոգը մենք ունենք Ցեղասպանության ինստիտուտ թանգարանը, բայց ազգային հիշողությունը շատ ավելի լայն հասկացություն է եւ ես անկեղծ ասած նման առաջարկությամբ երևի հանդես կգամ ակադեմիայում, որպեսզի մենք նույնպես փորձենք ազգային հիշողության վրա շեշտը դնել, որովհետև մեր Ցեղասպանության ինստիտուտ թանգարանը շատ ավելի հիմա արդեն դարձել է թանգարան, քան ինստիտուտ, որովհետև այդտեղ հետազոտություններ, պեղումներ, ինչ-որ մտքեր առանձնապես ես չեմ տեսել վերջին տարիներին, որ արտահայտվեն, ինչ-որ նոր բան հայտնեն եւ կենտրոնանալ միայն մի դեպքի վրա կամ մի իրադարձության վրա, այստեղ շատ ավելի լայն է, ազգային հիշողությունը, հասկանում եք, հսկայական բան է, արխիվի եւ ուսումնասիրման եւ դեպի առաջընթաց մղման, հասկանում եք, հիշողության հիման վրա մենք կարող ենք թեզեր գեներացնել եւ արտաքին քաղաքականությանը մեծապես օգտակար լինել, հա, ես կառաջարկեի, որպեսզի մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, դա որպես Լեհաստանից, այսպես ասած, ընդօրինակվող մի ինչ-որ բան, բայց պահպանողականների այս հաղթարշավը ես կարծում եմ, որ շարունակվելու է, իսկ սա նշանակում է, որ լիբերալների դարաշրջանը Եվրոպայում նույնպես գնում է դեպի վախճան։ Հիմա ինչքան էլ մենք ապավինենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի բարեհաճությանը, չհամարենք, որ Գորիսում, ասենք, պատվո հյուպատոսարան հյուպատոսության բացումը կարող է այլևս փրկել մեր Սյունիքը հնարավոր ագրեսիայից ադրբեջանական, որովհետև նշանակություն չունի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ֆրանսիան բոլորովին վերջերս հենց Մակրոնի նախագահության օրոք կորցրեց իր 3 ուրեմն աֆրիկական երկրներից, որտեղ իրենք մետրոպոլիա էին ուղակի, 3 երկիր կորցրեց, որտեղ իրենք զորքեր ուներ, Բուրկինա Ֆասո, Նիգեր, Մալի, 3 երկրներից վտարվեց։ Ռուսահոգի Պրիգոժինի ականջական չէ, այսինքն նրանք զիջեցին Ռուսաստանին, ավելին, նրանք զիջել են այսօր Ալժիրը, Ալժիրի պես հսկայական պետությունը, որը գազի արդյունահանման, որը խորը ասոցացված էր Ֆրանսիայի հետ, նույնիսկ ընկալումների մեջ, այսինքն Ալժիր ֆրանսախոս երկիր էր։ Ալժիրը այսօր հակառակ է Ֆրանսիային, Ալժիրում այսօր Ռուսաստանը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան Ֆրանսիան, հասկանում եք, ես ինչ եմ ուզում ասել։ Ֆրանսիան զրկվում է անգամ այն գաղութներից, որտեղ զորք ուներ։ Այսինքն մենք հույսներս չդնենք, որ Ֆրանսիան որտեղ պատվո հյուպատոս ունի լավ կլինի, զորք չունի, ինչ-որ բան պիտի անի։ Վտարել են նրան անգամ իրենց պատմականորեն իրենց տարածքներից, հասկանում եք, հիմա դες խնդիր կա, էլի, առավել եւս որ նորից եմ կրկնում, լիբերալիզմը զիջում է իր տեղը պահպանողականությանը։ Բայց ընդհանուր առմամբ այդ լավ է, չէ՞, պարոն Դարբինյան։ Սուտքի պահպանողականությունը ավելի առողջ Դավիթ ջան, ըստիս ես կողմնակից եմ դրան, բայց դա ենթադրում է, որ մենք պիտի շատ ուժեղ լինենք։
Հասկանում եք, որտեվ եթե թույլ եղանք, պահպանողականները այո, որ մեզ ուղղակի կհոշոտեն։ Մենք դի ուժեղ լինենք, որ կարողանանք մեր արգումենտները ներկայացնել, որտեվ լիբերալիզմի ժամանակահատվածում մենք կարող ենք նրան քո լինելը արդեն արժեք է։ Կոպիտ ասած մենք ասենք տարբեր տեսակի հարաբերություններ ստեղծելով կկարողանայինք պաշտպանել մեզ, բայց այս պահպանողականները նրանք ազգայնական են անգամ եւ այդտեղ մեզ շատ հզոր ուժ է պետք որ կարողանանք դիմակայել դրան։ Հաջորդ ինձ շատ հուզեց Պաղեստինի դեսպանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ լաց եղավ ուղղակի, որովհետև Պաղեստինում շարունակում է Գազայի հատվածում Իսրայելի ուղղակի շատ գազանաբար արձակումները եւ այնտեղ նորից փոքրահասակ երեխաներ են զոհվել, ուղղակի լաց էր լինում այդ մարդը դեսպանը, ասենք, բայց գիտես Դավիթ ջան, ոչ մեկի վեճը չէր։ Այո, հասկանում ես, այսինքն ինձ ուզեց ինչը, ոչ միայն լացը, նաեւ ոչ մեկի վեճը չի աշխարհում, որ երեխաներ են զոհվում եւ այլն, այսինքն ուժի իրավունքը նորից գերակայում է աշխարհում։ Հիմա առանց ուժի, առանց գիտակցման այդ ուժը որտեղ է հատկապես, դու չես կարող այսօրվա աշխարհում գոյատևել եւ առավել եւս զարգանալ։ Հաջորդ կետը ուրեմն Թրամփի հակամարտությունն է Հարվարդի համալսարանի հետ, աշխարհի լավագույն համալսարաններից մեկի հետ նա ուղղակի պատերազմում է, հիմա մենք ասում ենք մեր պետությունը պատերազմում է եկեղեցու հետ, մարդը պատերազմում է համալսարանների հետ, ըստ որում լավագույն համալսարանների հետ, մոտ 3 միլիարդի թեմա կա այնտեղ, որ չի ուզում տալ, շատ հետաքրքիր է, որ ինքը պահանջեց Հարվարդի համալսարանի ղեկավարությունից բոլոր օտարերկրյա ուսանողների ցուցակները, համալսարանի ղեկավարությունը ասաց չեմ տալիս։ Սա ասեց ձեր օտարերկրյա ուսանողները 31% են կազմում, պիտի իջացնեք 15, համալսարանի ղեկավարությունը ասում է չեմ իջացնում, ես կընդունեմ նրան, գտնում եմ նպատակահարմար, համալսարանների անկախության մասին է խոսքը, ակադեմիական անկախությունը։ Բայց ինչն է հետաքրքիր, Թրամփը որոշում է կայացրել այն 3 միլիարդ դոլարը, որ պիտի տար Հարվարդի համալսարանին, որ տա իր ուրեմն միջին մասնագիտական կրթությանը, որովհետև բանվոր դասակարգը, այսինքն որոշակի լուրջ հմտություններ ունեցող բանվոր դասակարգ է ձևավորում, որովհետև դա ի նպաստ է արդյունաբերությանը եւ տնտեսությանը։ Ես նորից զուգահեռ տանել մեր իրավիճակի հետ, երբ մենք բոլոր այդ միջին մասնագիտական կառույցները ըստ էության ջախջախեցինք եւ գրեթե յուրաքանչյուր ամեն մի երիտասարդ հայ տղա կամ աղջիկ ուրեմն համարեցին, որ իրենք պետք է բարձրագույն կրթություն անպայման ունենան, մենք ուղղակի ոտնահարեցինք միջին մասնագիտական կրթության արժեքը եւ այսօր մենք զրկվել ենք գրեթե որակյալ, ասենք, փականագործերի մասնագետներից եւ այլ։ Ձերքով գործանող մարդ, նորմալ գործերքի շնորհքով։ Այսինքն մենք երևի թե սա նույնպես, ես ինչ եմ տանում ես զուգահեռ, որ ուշադրություն դարձնենք այդ ամեն ինչի վրա։ Բացարձակ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր հայ ունենա բարձրագույն կրթություն։ Բարձրագույն կրթություն պետք է ունենա այն հայը, որը դրա ունակություններն ունի եւ որը կարող է օգտակար լինել երկրին։ Նախ որը սիրում է, ուզում է դրանով զբաղվել, էլի։ Բարձրագույն կրթությունը դա դիպլոմ օժիտ չի, էլի, աղջիկների համար, ոչ թե տղաների համար ինդուլգենցիա է, որ բանակ չգնան, հասկանում եք։ Հիմա այդ զուգահեռը տանեմ։ Հաջորդ կետը, որը ինձ շատ մտահոգեց, ուրեմն եվրոպական միությունը մինչև այժմ մեզ դիտարկում էր որպես հարավային Կովկաս, ինչ որ նախաձեռնություններ որ կային, ասում են, այս 3 երկրների համար է, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Հիմա իրանք շատ ավելին լայնել են այդ ամեն ինչը, ասում են Black Sea region, այսինքն Սևծովյան տարածաշրջան, որտեղ ընդգրկում են Թուրքիան, մեզանից բաց էլի, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան, հասկանում եք, հետո Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, այսինքն մենք ինչ գործ ունենք Թուրքիա, Ուկրաինա, բացարձակ մեր տարածաշրջանը չի ոչ մի տրամաբանություն, էլի, այլ դիտարկել արդեն այս տրամաբանության մեջ, իսկ սա իմ կարծիքով վտանգներով է, ուրեմն շատ վտանգներ է պարունակում իր մեջ։ Պիտի ուշադրություն դարձնենք սրան, կամ եթե մենք Black Sea ենք, ուրեմն մեզ տվեք մեր ելքը դեպի այդ Black Sea-ն, էլի։ Ելքը տվեք, մենք համաձայնվենք, հասկանում եք, բայց եթե ելքը չեք տալիս, դուք մեզ դիտարկում եք Ուկրաինայի, Մոլդովայի եւ Թուրքիայի հետ միևնույն տարածաշրջանում, եղբայր եկեք հասկանանք մենք որտեղ ենք գտնվում։ Իմ կարծիքով մենք շատ ավելի միջին արևելք ենք, քան թե այն կողմերը։ Այո։ Եվ վերջացնեմ նրանով, որ Շվեյցարիայում ուրեմն հիմա քննարկվում է մի օրենսդրական նախաձեռնություն, որով
ուրեմն երեխային եթե ծնողը ծեծում է, ծեծ է ընդհանուր գրած, հարվածում է, ուրեմն դա արդեն քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի։ Ուզում ասել, որ մեր ազգային մտածողության մեջ հայրական ապտակը շատ մեծ նշանակություն ունի, եւ հայրական ապտակը դա ծեծ չի։ Հայրական ապտակը, ես մեկը որ կերել եմ այդ ապտակը, ես գիտեմ, որ շատ ճիշտ ուղղությամբ է տարել ինձ այդ ապտակը, ես կարծում եմ դու ես կերել, այդպես նորմալ հայ տղա չկա, որ հայրական ապտակ չունեցա։ Այսինքն, իսկ այն ինչ որ գալիս է, ասենք, այդ գաղափարախոսությունից, որ քրեականացան Լևան, նշանակում է տղան հորը կարող է դատի տալ, ասի, որ հայրս ձեռք բարձրացրեց, հայրական ապտակը մեծագույն արժեք է մեր ժողովրդի համար։ Հուսանք կոնսերվատորները ընդեղ էլ կգան իշխանության, պարոն Դարփինյան, եւ ամեն ինչ կընկնի տեղը։ Շնորհակալություն։ Այսքանն էր այսօր Դարփինյանի ժամը, սիրելի ռադիոլսողներ, մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք, դուք շարունակեք լսել Գործարար ալիքը։